1910-ական թվականներին Օսմանյան կայսրությունը շարունակում էր գտնվել ծանր տնտեսական, սոցիալական և քաղաքական դրության մեջ։ Դա ուներ իր ներքին պատճառները և նաև արտաքին պատճառները։ Ներքինների մեջ հիմնականում կարող ենք տեղադրել ազգամիջյան հաղթը, ազգամիջյան բախումները, նաև տնտեսական վատ դրությունը, օտարերկրյա կապիտալի մեծացումը Օսմանյան կայսրության վրա, փոխհատուցումները, որը վերցնում էր կայսրությունը տարբեր երկրներից տնտեսությունը փրկելու համար, այնինչ այդ պետությունները փոխհատուցումները պարզապես չէին տրամադրում Օսմանյան կայսրությանը, նպատակ ունեին մեծացնել իրենց քաղաքական իշխանությունը և կշիռը կայսրության վրա։ Արտաքին ճակատում Օսմանյան կայսրությունը 1910-ական թվականներին բախվեց երկու պատերազմների։ Առաջինը պատերազմն էր Իտալիայի հետ, որը մղվում էր Տրիպոլիտանիայի և Կիրենիկայի համար, որտեղ ի վերջո Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց և Իտալիան կարողացավ վերցնել այդ հողերը և սարքել իր գաղութները, և մյուսը արդեն Բալկանյան պատերազմն էր, որտեղ հունական և բալկանյան մնացած դաշնակիցները միավորվել էին ընդդեմ Թուրքիայի, ցանկանալով նրանց դուրս վռնդել վերջնականապես Բալկանյան թերակղզուց։ Ի վերջո առաջին Բալկանյան պատերազմի հետևանքով կարողացան Բալկանյան երկրները հասնել իրենց նպատակին և թուրքերին դուրս վռնդել թերակղզուց։ Դրանից հետո վատացավ նաև երկրի ներքին քաղաքական կյանքը, շարունակվում էր երիտթուրքերի կողմից բռնապետական համակարգի ձևավորումը կայսրության տարածքում։ Արդեն 1913 թվականին իշխանությունը ամբողջովին Օսմանյան կայսրությունում անցավ երիտթուրքական եռյակ կոմիտեին, գլխավորությամբ Թալյաթի, Էնվերի և Ջեմալի։ Նրանցից ամեն մեկը կարողացան վերցնել Օսմանյան հատուկ գերատեսչությունները։ Թալյատը դարձավ ներքին գործերի նախարար, Էնվերն արդեն գլխավորում էր ռազմական մինիստրությունը, իսկ Ջեմալը դարձավ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը, և երկրում մտցվեց արդեն փաստորեն երիտթուրքական բռնապետությունը։ Դաշնակցություն կուսակցությունն արդեն 1912 թվականին փաստորեն խզեց իր կապերը երիտթուրքական կուսակցության հետ, հասկանալով, թե իրականում որտեղ է կայանում երիտթուրքերի իրական նպատակները և իրական ցանկությունները։ Արդեն Օսմանյան կայսրությունը գտնվում էր առաջին աշխարհամարտի նախաշեմին, և այդ նախաշեմին մեծանում է գերմանական ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա, հատկապես ռազմական բնագավառում։ Այստեղ էր գտնվում դեռևս Օտո ֆոն Սանդերսի ռազմական խումբը, որը Օսմանյան բանակը վարժեց գերմանական տարբերակով։ Գերմանացիների կողմից Օսմանյան կայսրությանը տրամադրվել էին նաև հատուկ ռազմանավեր, որոնք պետք է կիրառվեին պատերազմի ժամանակ ռուսական բանակների դեմ։ Ի վերջո 1914 թվականի օգոստոսի 1-ին միջազգային լարված ասպարեզում սկսվեց առաջին աշխարհամարտը Անտանտի և Քարյակ դաշինքի միջև։ Պատերազմի սկզբում Օսմանյան կայսրությունը պահպանում էր չեզոքություն։ Սա իհարկե այդքան էլ իրականությանը չէր համապատասխանում, որովհետև Թուրքիան փաստացի հանդիսանում էր գերմանական կայսրության դաշնակիցը և սպասում էր նրա կողմից ազդանշանին, որպեսզի սկսի պատերազմը, բայց մյուս կողմից չէր դադարեցնում նաև իր կապերը ռուսական կողմի հետ, նաև ցանկանալով պատերազմը մղել հենց այդ տարբերակով, այսինքն վարում էր երկակի քաղաքականություն և դրսևորում էր փաստացի կեղծ չեզոքություն։ Ի վերջո արդեն 1914 թվականի հոկտեմբերին Գերմանիայի դրդմամբ Օսմանյան բանակները հարձակվեցին Ռուսաստանի վրա, գերմանական նավերի միջոցով ռմբակոծվեցին արդեն այդ տարածքները, և փաստացի նոյեմբերի 3-ին ևս Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Պատերազմը մղվեց Կովկասյան ճակատում, որը ուներ 720 կիլոմետր երկարություն։ Պատերազմի ժամանակ հայերը ևս ակտիվ մասնակցություն ունեցան այդ գործողություններին, ստեղծվեցին կամավորական ջոկատներ հայերի կողմից, հատկապես հայտնին են Անդրանիկի, Դրոյի, Համազասպի և Վարդանի կամավորական գնդերը, որոնք ձեռնարկեցին բազմաթիվ ռազմական գործողություններ, մասնակցեցին հիմնական ռազմական ճակատամարտերին և ապահովեցին ռուսական բանակի հաղթանակը արդեն Կովկասյան ճակատում։
Հետագայում դրանք վերամիրավորվեցին արդեն Վավթանի գլխավորությամբ հիմնական արարատյան զորագնդի մեջ, որը ևս շարունակեց մասնակցել պատերազմին այդ տարիներին։ Թերևս որպես այդպիսին ռազմական ակտիվ գործողություններ տեղի ունեցան Սարեղամիշի ճակատում 1914 թվականի դեկտեմբերին սկսվեց այդ Սարեղամիշի ճակատամարտը, Էնվեր Փաշան շարժել էր մոտավորապես 90,000-անոց բանակ ընդդեմ ռուսական զորքերի, Սարեղամիշի ճակատամարտում Օսմանյան բանակը կրեց խայտարակ պարտություն, ունեցավ մոտավորապես 70,000-ի զոհ, մնացածը ցրտահարվեցին եւ փախան ռազմաճակատից։ Սա իրականում Էնվեր Փաշայի ամենախայտարակ ռազմական գործողություններից մեկն էր պատերազմի սկզբում հենց։ Այդ ընթացքում նաև իրենց մասնակցություն ունեցան հայ կամավորական ջոկատները։ Հետագայում արդեն պատերազմի ընթացքում 1915-16 թվականներին հայ կամավորականների եւ ռուսական զորքերի կողմից ազատագրվեցին Արևմտյան Հայաստանի հիմնական քաղաքները՝ Էրզրումը, Վանը եւ մնացած շրջանները։ Օրինակ Անդրանիկի զորագունդը բավականին հաղթական մարտեր էր մղում իրանական ճակատում, այնտեղ Դիլմանի ճակատամարտն էր շատ հայտնի, որտեղ Անդրանիկը կարողացավ դրսևորել բավականին մեծ ակտիվություն։ Ծանր էր Օսմանյան բանակի դրությունը նաև Սինա-Պաղեստինյան, Միջագետքյան եւ ընդհանուր նաև Բալկանյան ճակատում։ Սինա-Պաղեստինյան ճակատում անգլիական եւ ֆրանսիական զորքերը շարունակում էին իրենց առաջխաղացումը Օսմանյան տարածքների վրա եւ մոտենում էին արդեն հիմնական տարածքներին եւ հենց այդ պատճառով էլ գրավեցին նրանք արդեն Միջագետքի հիմնական քաղաքները եւ մոտեցան Օսմանյան կայսրության ներքին հիմնական շրջաններին։ Միակ վայրը, որ կարող ենք նշել, որ օսմանյան բանակները կարողացան լավ դիմադրություն ցույց տալ, դա Դարդանելի գործողությունն էր, նույն ինքը Գալիպոլիի ճակատամարտը, որտեղ նրանք կարողացան ի վերջո հետ մղել անգլիական հարձակումը մայրաքաղաքի վրա, կասեցնել դա, բայց ամեն դեպքում դա չփրկեց կայսրության ծանր դրությունը։ Պատերազմի ընթացքում արդեն մոտավորապես 500,000-ի հասնող զոհեր կայսրությունը, փլուզվել էր ռազմաճակատը եւ խափանվել էր նաեւ երկրի տնտեսությունը ամբողջապես։ Այս ընթացքում Օսմանյան իշխանությունները ծրագրել եւ իրականացրել էին արդեն իրենց հակահայկական գործողությունը, հայոց ցեղասպանությունը, որում հատկապես մեծ դերակատարություն ունեցավ գերմանական կայսրությունը։ Գերմանիան այս հարցում ուներ իր սեփական շահերն ու նկրտումները, քանի որ Գերմանիային ձեռնտու չէր ընդհանրապես Հայաստանի եւ հայերի գոյությունը տարածաշրջանում, քանի որ հայկական տարը այդ ընթացքում դիտարկվում էր որպես մի տար, որն աջակցում էր ռուսական բանակին եւ Ռուսաստանի հաղթանակին ընդհանուր այդ պատերազմում։ Այդ ընթացքում նաեւ սկսվել էր Բաղդադի երկաթուղու շինարարությունը, որը պետք է Բերլինը կապեր Բաղդադով այդ ամբողջ տարածաշրջանին եւ մեծացնել տնտեսական գործունեությունը հենց այս շրջանում։ Հայոց ցեղասպանության իրականացման ընթացքում մենք ունենք տվյալներ, որ հենց գերմանացի սպաներն ու ռազմական փորձագետներն են հուշել ելի թուրքերին հայությանը անապատները քշելու եւ նրանց մայր հայրենիքից հեռացնելու գաղափարը։ Դրանում նաեւ նպատակ ունենալով հայերի կողմից բանվորական ուժի փոխադրումը Բաղդադ եւ այնտեղ երկաթուղու կառուցման մեջ նրանց օգտագործումը։ Հետագայում այդ փաստերը վրա հանվեցին, հետագայում իհարկե նաև գերմանական իշխանությունները փորձեցին արդարացումներ փնտրել եւ հերքել իրենց մասնակցությունը այդ հանցավոր գործողություններին, սակայն ի վերջո դատական նիստերի ընթացքում լրիվ բացահայտվեցին եւ մերկացվեցին գերմանական կայսրության ողջ մասնակցությունն ու ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա։ Փաստացի գերմանական կապիտալի մեծացումը Օսմանյան կայսրությունը տարավ իրական կործանման եւ հենց դա էր համարվում պատերազմում նրանց երկուսի պարտությունը։ Արդեն 1917 թվականին ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում ավարտվել են, հիմնականում ռուսական բանակները զբաղեցրել են մեծ տարածքներ Կովկասյան ճակատում, գրավել էին Արևմտյան Հայաստանը եւ փաստացի եւ զնկայե զինադադարով դադարեցվել էին ռազմական գործողությունները Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջև, բայց գործողությունները չեն վերջացել Սինա-Պաղեստինյան եւ ընդհանուր ռազմաճակատում, որտեղ շարունակվում էր նաեւ դաշնակիցների գործողությունները թուրքական
զորքերի դեմ, բայց ամեն դեպքում արդեն նկատվում էր Թուրքիայի վերջնական պարտությունը պատերազմում 1918 թվականին ի վերջո օգտվելով ռազմական գերակշռությունից դաշնակիցները կարողացան վերջնականապես գրավելով Դամասկոսը արդեն մոտենալ կայսրության հիմնական շրջաններին եւ օսմանյան իշխանությունները գնացին զիջման, ընդունեցին իրենց պարտությունը պատերազմում եւ փաստացի 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոսում կնքվեց զինադադար Օսմանյան կայսրության կողմից, որտեղ նա ընդունեց իր ռազմական պարտությունը եւ վերջացավ պատերազմը փաստացի Օսմանյան կայսրության եւ նրա դաշնակից Գերմանիայի պարտությամբ։ Սակայն դրանից հետո Օսմանյան կայսրությունը ցանկացավ իրականացնել իր հերթական ինտերվենցիան, չնայելով իր զոհերի քանակին, չնայելով կայսրության վատ դրությանը եւ քայքայմանը, Էնվեր Փաշան իր մերձակից Նուրի Փաշայի միջոցով իրականացրեց ինտերվենցիա Կովկասի նկատմամբ, իհարկե խախտելով իր պայմանավորվածությունները, որովհետև 1918 թվականի մարտի 3-ին կնքվել էր Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով փաստացի վերջնականապես ավարտվել էր պատերազմը տարածաշրջանում։ Իրականացնելով ինտերվենցիա Էնվեր Փաշայի մերձավորակից Նուրի Փաշան ցանկություն ուներ կտրելով Կովկասյան տարածաշրջանը հասնել Բաքու, տիրանալ այնտեղ Բաքվի նավթին եւ իրականացնել իրենց պանթյուրքիստական նկրտումները։ Ի վերջո սակայն հայությունը կարողացավ համառ դիմադրություն ցույց տալ օսմանյան բանակներին Սավդարապատում, Բաշապարանում եւ Ղարաքիլիսայում, կարողացան ջախջախել թուրքական բանակներին եւ գոնե փոխել նրանց ռազմական ուղղությունը։ Ի վերջո իհարկե օսմանյան բանակը սեպտեմբերին հասավ Բաքու եւ կազմակերպեց այնտեղ հայության եւ մնացած ժողովուրդների սոսկալի ջարդեր, վերցրեց այնտեղ իշխանությունը, բայց մեծ հաշվով այդ ռազմական գործողությունների հետևանքով թուրքական բանակը կրեց ծանր մարդկային կորուստներ եւ հենց այդ ռազմական ինտերվենցիան էր, որ նպաստեց հենց դաշնակիցների կողմից զորքերի առաջխաղացմանը արդեն Սինա-Պաղեստինյան ճակատում եւ ի վերջո Օսմանյան կայսրության վերջնական կապիտուլյացիային։ Արդեն մայիսյան այդ հերոսամարտերից հետո փաստացի Կովկասում հռչակվեցին 3 հանրապետությունները՝ Ադրբեջանի հանրապետությունը, Վրաստանի հանրապետությունը եւ արդեն Հայաստանի հանրապետությունը։